Ռադիո Շանթ Հյուրերն արդեն իսկ տաղավարում են եւ սպասվում է շատ գեղեցիկ ու հաճելի զրույց, արժևում կա պրեմիերա եւս մեկ գեղեցիկ ներկայացում, որի մասին անպայման կխոսենք, բայց մինչ այդ Սոնա ջան, խնդրենք քեզ նախ եւ առաջ ներկայացնել մեր հյուրերին։ Մեծ սիրով ներկայացնեմ, սիրելի ունկնդիրներ, այսօրվա մեր հյուրերն են Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, մտորումների թատրոնի հիմնադիր ղեկավար պարոն Հովհաննես Հովհաննիսյանը եւ մեր շատ սիրելի արտիստ Դավիթ Մարտոյանը, հյուրեր, այսպես չասենք հյուրեր, հա, հարազատ մարդիկ, ընտանիքի անդամներ, միշտ սպասված ընկերներ, որոնց ներկայությամբ մեր տաղավարը միշտ սիրով ու ջերմությամբ է լցվում եւ մենք ուրախ ենք այսօր եւս ձեզ ողջունել մեր տաղավարում, եւս մեկ անգամ ողջույն հարգելիներս։ Բարի լույս, սիրելի Սոնա, սիրելի Էդգար, շնորհակալություն հրավերի համար, ճիշտ ասեցիք, մենք մեզ այստեղ հյուր չենք զգում, այլ ընտանիքի անդամ, որովհետև ամեն անգամ ձեզանից հրավեր ստանալով շատ ենք ուրախանում, մեծ սիրով գալիս ենք։ Այդ ուրախությունը դեպ ասեմ Դավիթ ջան, այսպես այն ուրախությունը, որը մշտապես բխում է մեծ արվեստից եւ բոլորը գիտեն, որ առավոտյան սոնետը միշտ ապրում շնչում է արվեստով եւ երբ իմանում ենք, որ ինչ որ նորություն է սպասվում մեր քաղաքում եւ մասնավորապես մտորումների թատրոնում, որի առանձնահատկությունների մասին միշտ ենք խոսել, ասել ենք, որ շատ սիրում ենք, մեծ սիրով նաեւ հյուրընկալում ենք ձեզ, որպեսզի այդ նորույթների մասին խոսենք, բայց մինչ այդ սիրելի հյուրեր, կուզենայի իմանալ վաղ առավոտյան ինչպիսի մտորումներով եք դուք այսպես արթնանում, ինչ մտորումներ են ձեզ համակում վաղ առավոտյան, արտիստներին, ռեժիսորին ի վերջո, ինչ մտորումներ։ Գերազանց դա մտորումներ են։ Դրական։ Քանի որ նա պատրաստում ենք ներկայացման պրեմիերայի առաջնախաղի, բնականաբար մտորումները դրական են, լիցքավորումները դրական են եւ ուրախ եմ։ Ուրախություն։ Այ մենք որ արթնանում ենք մեզ ավելի շատ չէ։ Այո, Էդգար ջան, մեզ համար օրինակ այդ մտորումները միշտ այսպեսին են մոտավորապես։ Ինչպես անենք, որ ժպիտի պակաս չլինի հանկարծ ծրագրի շրջանակներում։ Շատ լավ, այ կուզենայի մի այսպեսի հարցել ձեզ, հարգելիներս, դուք եւ ձեր թատրոնը միշտ բուրըն ստեղծագործական ընթացքի մեջ եք։ Այ ինչպես է կարողանում կենցաղայինը միշտ կողքի թողնել, որը այնքան այսպես հագեցած է, որ բոլորից կարող է կլանել, ու ձեզ մոտ միշտ այսպես ստեղծագործական բուրըն ընթացք է, սկսած բարևից մինչև ցտեսություն, ամբողջը ստեղծագործական է։ Ինչպես է հարմարեցնում դա անել։ Երևի թույլ է տալիս ապրել, այսինքն առանց դրա հնարավոր չի լինի ապրել, երբ առավոտը դեռ չբացված, արդեն մտածում ես արվեստի, մշակույթի, թատրոնի մասին, ոնց որ կենցաղը իր հզորությամբ այդքան շատ չի կարողանում իշխել, ինչքան արվեստը, ու ինչպես միշտ սիրում է ասել պարոն Հովհաննիսյանը, թատրոնը ինքը կյանքի Դիմիտրոլ է։ Օյակապ էր ասված, շատ տիպիկ էր ասված։ Լավ, իսկ հիմա անցնենք արդեն իսկ սպասվելիք ներկայացմանը, պրեմիերա համ, ես կցանկանայի, որ դուք ինքներդ ներկայացնեք, թե ինչ ստեղծագործներ ձեր կողմից ընտրված, ինչքան ժամանակ եք աշխատել այդ ներկայացման վրա եւ ներկայացմամբ ինչ եք ցանկանում փոխանցել հանդիսատեսին։ Համեցեք։ Հա, բավականին երկար process տևեց մեր ընտրությունը, գրեթե 5 ամիս չէ ստեղծագործական ընթացքը գնաց, որովհետև պատասխանատու գործեր, վերջի անդրադառնում ենք հայ դասական դրամատուրգիային, Շիրվանզադեին, Ալեքսանդր Շիրվանզադեին ու այն գործին, որը շատ բեմադրված է ու շատ պատմություն ունի ու փառահեղ պատմություն ունի, այդ ներկայացումը խաղացել են Հովհաննես Աբելյանը, ներկայացումը մեջ խաղացել են Հրաչյա Ներսիսյանը, այնպեսի մարդիկ են խաղացել, որ շատ պատասխանատու պիես է, նաև ներկայացում լիներ, նախ մեր թատրոնում տեղավորելը շատ մտահոգիչ էր ինձ համար, որպեսզի դառնա ներկայացումը կամերային, ոչ թե մեծ կտավի գործ դառնար, այդ կամերային ներկայացում դարձնելը շատ բավականին դժվար էր, հարմարեցնել տարածքին, թատրոնին, մթնոլորտին, շատ կարևոր էր ու շատ գրեթե գրական աշխատանքը շատ տևեց, մի քիչ չենք շեղվել միջայլվեց Շիրվանզադեի թեմաներից, նյութերից, ըստ չենք արել եւ չենք ուզում ըստ անել, որովհետեւ
ավելի վտանգաշատ է ըստ անել, բայց հիմնականում քրական մասը աշխատանքը շատ տևեց, կրկատումները մի քիչ սեղմել պիեսը, հարմարեցնել դրամատիկ թատրոնից դուրս մեր կամերային տարածքի եւ ինձ թվում է որ 3 ամիս էլ արդեն փորձեր է գնում, ահա նորություն, ուզում ենք հասկանալ այդ դասական գործի հիմնական գաղափարը շատ կարևոր է։ Հիմա բոլորս այդ խնդիրն ունենք, բոլորս պատվի համար, բոլորս պայքարում են պատվի համար, բայց մոռացել ենք հայրենիքի պատվը։ Ես այդպես էլ գիտեի, որ ենթատեքստում դա է, պարոն Հովհաննիսյան։ Ես այդ հարցը անգամ պատրաստել էի, որ սիրղեի, բայց դուք ընթերցելով իմ մտքերը, ի սկզբանե արդեն այդ հարցի պատասխանը տվեցիք։ Հրաշալի է ուղղակի եւ շատ կարեւոր է այդ ամենը մշտապես առաջին հորիզոնականում պահպանելը։ Իսկ թույլ տվել եք, որպեսզի արտիստները իմպրովիզներ անեն, պարոն Հովհաննիսյան, թե ուղիղ անդրադարձ ուղիղ դասական գործին։ Իմպրովիզներ կա իհարկե, բայց շատ ժուշկալ եմ աշխատել, տարածքը շատ ժուշկալ, շատ հոգեբանորեն ենք մոտեցել, ոչ թե ձևի ֆորմայի հետևից ենք գնացել ներկայացումը պատրաստել, այլ իրական մարդկանց ենք ուզեցել տեսնել, ցանկացել տեսնել, որ բեմում հիմա իրական մարդիկ կան, շատ իրական մարդիկ կան, որ իրական խոսում են, իրական իրենց պատիվն են պաշտպանում, ոչ թե ընտանիքի եւ այլն։ Այսինքն ավելի շատ զգացմունքային չէ, քան գաղափարական, այո, ինչքան հասկացա։ Մենք զուգահեռ բերել ենք նաև զգացմունքային սիրո թեմային անդրադարձել ենք շատ էլի մի քիչ շուշկալ ենք անդրադարձել, բայց ամբողջը սիրո պատմության վրա ենք տեղափոխել, որովհետև այնտեղ կան փոքրիկ հերոսներ, մանկություն կա, Արտաշեսի եւ Մարգարետի մանկությունը, որոնք նախապատրաստում են մեր մուտքը։ Ահա, մեծ իրադարձություններին, այսպես ասենք։ Լավ, Դավիթ ջան, գիտեմ, որ բավականին մեծ թվով արտիստներ են ներգրավված ներկայացման մեջ եւ ինչպես դուք ընդունեցիք պարոն Հովհաննիսյանի այս գաղափարը, դու քո ընկերները, խաղընկերները։ Նայեք, ուրեմն տարին նոր սկսվեց ու թատրոնը ունեցավ ստեղծագործական կազմի ժողով։ Քննարկում էինք տարբերակներ, թե ինչ ենք բեմադրելու։ Շատ պատահական պարոն Հովհաննիսյանը ասեց Ալեքսանդր Շիրվանզադե պատվի համար։ Իրականում ստեղծագործական անձնակազմը հենց առաջի պահից սկսած շատ բուրըն արձագանքեց, որովհետև դա հայ դասական ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է, բեմադրվել է հազարավոր անգամներ, ինքը մասշտաբային գործ է ու պետք է նաև տեղավորել մեր տարածքում, բայց մենք գտանք, որ պետք է թատրոնը ունենա դասական գործ։ Գիտեք, մեր թատրոնը բազմապլան է, ամեն տեսակի ներկայացում ունենք, ժամանակակից, դեմիրճյան, շատ ժամանակակից գրողներ, բայց չունեինք հայ դասական հայտնի ստեղծագործություն, շատ վախով ենք մոտեցել գործին, բայց շատ ենք ուրախացել, հետո մեր թատրոնում է ստեղծագործությունը երևի ամենամասշտաբայինն է։ Քանի դերասան են գրկված։ Ինչպես։ Քանի դերասան են գրկված։ Դուբլյորային համակարգով է մոտավորապես երևի 12-13 դերասան այս պահին խաղում է ներկայացման մեջ ու մեզ համար շատ կարևոր էր, որ պարոն Հովհաննիսյանը բեմադրելուց բացի նաև պետք է խաղա Ալեքսանդր ներողություն Էլիզբարյանի կերպարը։ Շատ դժվար է բեմադրել խաղալ միաժամանակ։ Ու եւս մեկ պատասխանատվություն է, որ Հանրապետության վաստակավոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ կիսում ես բեմը։ Հերոս թե հակահերոս Դավիթ քո հերոսը դալ ներկայացման մեջ։ Հակահերոս է։ Հակահերոս։ Հակահերոս։ Ինչ հետաքրքիր է, հերոս խաղալն ավելի հեշտ թե հակահերոս խաղալը։ Երկու դեպքում էլ կա բարդություն իհարկե, ելնելով քո տեսակից, այսինքն ամեն կերպար կարելի է արդարացնել ելնելով պիեսի սյուժեից։ Այսինքն, եթե այդ հանգամանքներում կհայտնվեիր դու, այդ իրավիճակում, այսինքն դու փորձելու ես անգամ եթե բացասական կերպար է, պետք է փորձես քո տեսանկյունից արդարացնել։ Սա առաջին քո հակահերոսն է։
Պարոն Հովհաննիսյանը պետք է ասի։ Հա։ Առաջին անգամ հա, ու էտել էր հետաքրքիր, որ առաջին անգամ եւ ես եւ տեսնել բացասական գծեր կյանքում առհասարակ բեմին, բայց այս դեպքում մեզ համար էր բացահայտում պարոն Հովհաննիսյանը, որտեղ այս բարի, սիրուն պապիկի կերպարի տակ կա նաև ուրիշ։ Դե յուրաքանչյուրս մեջ է թաքնված այդ ամբողջը։ Ճիշտ է, պարոն Հովհաննիսյանը սովորական կյանքում անգամ այդպես դրսևորվում է, բայց երբ արտիստի մեջ ես այդ ամենը բացահայտում, հա, դե մեզ համար էլ դուք դրական կերպար եք միշտ։ Դավիթն էլ, ես պատվալի վաղոն, երբևէ չեմ մոռանա, Դավիթ ջան, դա հրաշքորձ է։ Քո մասնակցությամբ եւ ասպես խաղալ հակահերոս ու թույլ տալ հանդիսատեսին նաեւ այս տեսանկյունից բացահայտել ձեզ, դա եւս շատ հաճելի է ու շատ հետաքրքիր։ Իսկ կան դերասաններ, որոնց համար դեբյուտային է, առաջին անգամ են բեմում հայտնվելու պատվի համարում, թե բոլորն մշտապես մասնակցել են, բայց իրենց համար էլ նաև նորություն է, նորույթ է դասական անդրադառնալը, որովհետև դասականին չեն անդրադարձել թերևս իրության մեջ։ Ներկայացման մեջ զբաղված է 5 սերունդ, 5 տարբեր սերունդ, այսինքն ամենափոքրերից մինչև արդեն հասուն դերասաններ։ Ինձ ամեն ինչ շատ դուր է գալիս նաև այն հանգամանքը, որ ամեն անգամ դուք շեշտադրում եք վախով ենք մոտեցել, երկյուղով ենք մոտեցել։ Ես հարգում եմ իրոք այդպիսի մոտեցում աշխատանքին ու վստահ եմ, որ հենց այդպիսի մոտեցումը բերում է հաջողություն։ Անկեղծ դեր վախենում եմ պրեմիերան մոդելում է, օրերը մոտենում է, ես այդ կենսագրությունն ունենալով հանդերձ, ես վախենում եմ նորից ներկայանալ այդ նոր կերպարով, որովհետև այդ կերպարը շատ կենսագրություն ունի հայ թատրոնի գիգանտներն են խաղացել, մեծերն են խաղացել եւ դու որոշել ես ինչ-որ հերոսություն անել, խաղալ այդ կերպարով։ Ամեն բան իրոք հրաշալի է լինելու, ինչպես եւ ամեն ներկայացում ձեր թատրոնում։ Երբ է պրեմիերան։ 30-31-ին ժամը 7-ին մեր ներկայացումը, այսինքն 30 արդեն վաճառված է, արդեն 30 այդպես էլ պետք է լիներ։ Շուտով 31-ի տոմսերը կսպառվի։ Իսկ ում է 31-ին էլ կսպառվի։ Հա, այդպես էլ կլինի հաստատ։ Իսկ ում կերպարն է ամենաբարդը եւ ռեժիսորի տեսանկյունից եւ արտիստի, թե բոլորն էլ իրենց բնույթով բարդ են։ Բոլոր կերպարներն ունեն իրենց բարդությունը, բայց ինձ թվում է երևի ամենաբարդագույնը այս պահի դրությամբ եւ որպես ռեժիսոր եւ որպես դերասան պարոն Հովհաննիսյանի գործն է, որովհետեւ զուգահեռ եւ բեմադրել եւ խաղալ սարսափելի, այո, ես որ պատկերացնում եմ այդ ես նույնիսկ հրավիրում եմ կողքից մարդիկ նայեն, որ կողքի աշկը տեսնի, ես բեմում ինչ եմ անում, կարող սխալ եմ անում, կարող սխալ եմ գործում եւ մեր ընկերները գալիս են ինձ ուղղորդում են նաեւ, այդ լավ է։ Շատ լավ է, իհարկե համընդհանուր աշխատանքի արդյունք է փաստորեն այս ծնունդը։ Բացառապես ձեր թատրոնի ուժերով եք բեմադրել ներկայացումը, թե ամեն դեպքում կան ելի հրավիրված դերասան-դերասանուհիներ, ինչպես եղել է նախորդ դեպքերում։ Չէ, այս անգամ մերոնք են, զուտ մերոնք են, հրավիրալ մարդիկ չկան ներկայացման մեջ, չէ, չկան։ Տեխնիկային թատրոնից ունենք հրավիրված դերասաններ, որոնք նաև մեր թատրոնում ստեղծագործում։ Այսինքն համատեղ աշխատում են եւ այնտեղ եւ ձեր։ Այո։ Լավ, իսկ հետաքրքիր է ինձ ամեն դեպքում կերպարը ինչ որ ազդեցություն թողել է ձեր վրա, թե չէ։ Դե ամեն կերպար ստանալուց Էդգար ջան, արդեն կերպարն ուսումնասիրելուց, կերպարն ապրեցնելու ընթացքում բացահայտում ես այդ կերպարի մեջ գծեր, որոնք հնարավոր է նաեւ լինեն քո մեջ։ Դրա համար դերասանի մասնագիտությունը մի քիչ հետազոտական աշխատանք է, որովհետև ամեն անգամ նոր կերպար ստանալուց, նոր դեր ստանալուց, երբ փորձում ես կառուցել այդ կերպարին, անկախ քեզանից զուգահեռ գծեր են գնում ու հնարավոր է մի փոքր բաներ գտնես, որ այդ կերպարից սովորես դու։ Իսկ ձեր կերպարին, եթե իրական կյանքում հանդիպեիք, կընկերանայիք հետը։ Ինձ թվում է չէ։ Չէ։ Դավիթը ինձ թվում է չէր ընկերանա, որովհետև իմ կերպարի դեպքում ինքը ավելի շատ իր պատիվը միայն փողն է ու շահն է։ Իսկ ես Բայց մեր օրերում այդպիսի մարդիկ շատ են։ Դե բոլոր օրերում միշտ կան այդպիսի մարդիկ։
Քայլում են Շիրվանզադե ժամանակներից էլ, հիմա էլ եւ Զարմանալին այն է, որ 100 տարի անց էլ նույն խնդրեմը, նույն խնդիրը կա, այդ պատվի համար պայքարը կա։ Մի 100 տարի անցնի էլի նույնը կլինի։ Ես կարծում եմ չի փոխվի որևէ բան։ Անշուշտ պարոն Եթե ավելի չվատանա։ Համաձայն եմ, այդ կար չենք, որովհետև տեսնում ենք մենք բոլորս մեր իրականության մեջ եւ առավել եւս կարծում եմ արվեստի մարդիկ, որոնք առավել խորազգաց կարող են լինել, տեսնում ենք թե ինչ է կատարվում, պատիվ երևույթը ոտնահարված, այսպես շատ դաժան վիճակում է, այնպես որ իրոք պետք է այս մասին մտածել, հարգելիներս պետք է։ Իսկ ինչն է ամենաբարձրը, պարոն Հովհաննիսյան, երիտասարդ արտիստների հետ աշխատելիս, այ ձեր պահանջմունքը իրենցից ո՞րն է։ Շատ խիստ եմ եղել ես ներկայացնում, շատ խիստ եմ եղել, նույնիսկ ոդենցկություն անել իմպրովիզ դուրս մի թեմայից դուրս բան չեմ թույլ տվել, որ հավաք լինեն, ներկայացումը հավաք ներկայացում է մթնոլորտը պետք չի խախտել ուրիշ բանից, ուրիշ բանով, ներկայացումը յուրահատուկ մթնոլորտ է պահանջում, որովհետև ձևավորում է շատ ժուժկալ է, ձևավորում է ներկայացման ձևավորումը, ընդհանրապես աթոռներ են, յուրաքանչյուրի աթոռն ունի, յուրաքանչյուրի աթոռի պայքարը ունի, նստելու տեղն ունի եւ այդ աթոռներով ամբողջ ներկայացման տարածքն է, երբեմն փոխվում է նիստերի տալիճ, երբեմն ճաշասրահ, երբեմն եւ այլն, չբացեմ գաղտնիքները։ Շատ լավ։ Ինձ թվում է երբ նայելու պատվի համարը, մեր կարծիքով սկզբում չեն հասկանալու, որ դիտելու են Ալեքսանդր Շիրվանզադեի պատվի համար, այ վերջում նոր կհասկանան։ Հետաքրքիր կլինի իրոք։ Ելնելով իր լուծումներից։ Շատ հետաքրքիր կլինի։ Դավիթ, ինչպես է օգնում ձեզ, քեզ եւ քո խաղընկերներին, պարոն Հովհաննիսյանը, ինչպես է մոտիվացնում։ Ես գիտեմ, որ իր առաքելությունը օգնելը, մոտիվացնելը դա է հենց, այ ասա, խնդրեմ, իմանանք, մենք էլ իմանանք, ինչպես է մոտիվացնում։ Առաջնային իր ներկայությամբ, իր շատ լինելով, իր էմոցիոնալ, հետաքրքիր դաշտով, ու ամենակարևորը, որ կարող եմ ասել պարոն Հովհաննիսյանի մասին, սիրով։ Մեր թատրոնը ստեղծվել է սիրո հիմքի վրա, այսինքն այնքան է գերիշխում մեր թատրոնում սերը, որ այդ սերը գալիս է առաջինը պարոն Հովհաննիսյանից, որ անկախ մեզանից մտնում ենք այդ սիրո մեջ ու սկսում ենք ստեղծագործել։ Դե թատրոնը ինքնին ինտրիգ է, բայց մեր թատրոնը իր ստեղծման օրվանից զերծ է մնացել ինտրիգներից, որովհետև սերը գերիշխում է, ու այդ սերը թույլ է տալիս ստեղծագործել, գտնել նոր գույներ ու ստեղծել ամենակարևորը, արվեստ։ Այստեղ էլ ոչինչ չեմ կարող ամենացնել։ Ես լսեցի այն, ինչ ուզում էի լսել եւ գիտեի, որ դա էլ լսելու եմ։ Բրավո, բրավո, կեցել, ես միշտ այդ սերը եւ սիրո մթնոլորտը զգացել եմ ձեր թատրոնում եւ հենց դա է գրավչություն, ընթիվ մեկ գրավչությունը։ Եթե ամեն բան էսպես դնեն կողքի, հենց մուտք ես գործում, այդ սերը զգում ես եւ դա էլ գրավում է, ես կապում է թատրոնի հետ։ Ես կուզենայի հասկանալ, ինչ եք կարծում, կփոխի այս ներկայացումը մարդկանց մեջ ինչ-որ բան։ Եվ կուզենայի նաև պատվից խոսեիք, այ մեր օրերում ինչպիսին է այդ պատվի ընկալումը։ Եթե մենք առաջարկում ենք փոխվել, չես կարող ասել հանդիսատեսը ինչպես կընդունի ներկայացումը։ Բայց ինչ-որ բան պետք է տանի, չէ՞ իր հետ։ Բայց պետք է տանի ու այնտեղ ուղերձներ կա ներկայացման մեջ, ուղերձներ կա, որը ուղղված է անմիջապես հանդիսատեսին, հանդիսատեսը պետք է հասկանա այդ ուղերձները։ Մենք մի քիչ կոդերով ենք խոսում, մի քիչ պրամոյ չենք խոսում, ուղիղ չենք խոսում, հանդիսատեսը կոդավորված է ամբողջ ներկայացման մեջ, որպեսզի նաև չցավեցնենք այդպեսի անմիջապես չցավեցնենք հանդիսատեսին, հանդիսատեսը տալիճում պետք է նստի ու տեսնի իրեն։ Այ երբ նստի ու տեսնի իրեն, հաստատ վերապրված կգնա տուն, միանշանակ այդպես էլ կլինի։ Մտածի, վերլուծի։ Հա, շատ կարևոր է, որտեվ այնտեղ մի քիչ խորհրդանշական լուծումներ կան ներկայացման, մի խորհրդանշեր կան, որ պետք է հասկանալ նաև։
Ահա, հարգելի հանդիսատես, հարգելի ունկնդիրներ, ձեզ որպես հանդիսատես ենք դիմում, որ վստահաբար գիտեմ մեր ունկնդիրների շարժերում թատերասերներ շատ ունենք, ներկա գտնվելով անպայման հիշեք Դավթի եւ պարոն Հովհաննիսյանի խոսքը կոդերի մասին, անպայման ուշադրություն կդարձնեք, որպեսզի կարողանաք բացահայտել այն ամենը, ինչը իրենք ուզեցել են փոխանցել եւ վստահաբար կփոխանցեն։ Եվ հարգելիներս, ձեզ համար պատվի հարց է միշտ ունենալ հայ հեղինակ խաղացանկում։ Ինձ թվում է, որ հա, այո, ես գտնում եմ, որ մեր հայ հեղինակները պետք է ներկա լինեն թատրոնում։ Ցավոք սրտի, այլ թատրոնում կամաց բացակայում են արևմտյան դրամատուրգներին են կովերկում, արևմտյան դրամատուրգներին, գրողներին, չգիտես ինչերին, չգիտես, բայց հայտ հեղինակները շատ լավն են, պարզապես պետք է լրջանալ անդրադառնալ հայ հեղինակներին։ Հարգում եմ ձեր այս գաղափարը, պարոն Հովհաննիսյան, իրոք ամեն հայկականը այսօր կարիք ունի, փափագում է ավելի, այսպես հրճակվելու, ավելի լինի այնպես, որ անդրադարձը հայկականին ավելի շատ լինի, որովհետև իրոք շատ տարածման այսպես հակում կա։ Մեզ ինչ հետաքրքիր է Ամերիկայում ինչ է կատարվել, այլ մտածողություն, այլ տարածաշրջանում, այլ գեղագիտական ընկալումների լրիվ տարբեր, մեզ համար պետք չէ, մեզ հայ են կարող այսօր հայը վտանգի մեջ է։ Ճիշտ եք, համաձայն եմ ձեզ հետ լիովին։ Այս տրամաբանությամբ հաջորդը Սունդուկյանն է, Պեպո։ Չգիտեմ, դերևս չգիտեմ, պատրաստվում ենք այլ ծրագրեր ունենք, մտածում ենք հայ հեղինակներին, գյումրեցի հեղինակներին անդրադառնալ, հայ հեղինակներից անդրադառնալ, բայց ինձ թվում է, որ պատմական է մյուսը։ Այսինքն ինչ-որ բան ծնվում է, պարոն Հովհաննիսյանի մտքում դեռ։ Արդեն կա, ես կարծում եմ։ Նույնիսկ ինձ համար էր անակնկալ։ Մենք բացահայտում ենք, Դավիթ, մեր երգերում բացահայտում ենք Մեր ստեղծագործական ժողովը կարելի է բերել ձեր տաղավարում։ Համեցեք, մենք ենք սիրով։ Դրա համար, ահա, շատ Տևողությամբ ամենաերկար ներկայացումն է ձեր պատվի համարը։ Իմիջիայլոց, հա, ամենամասշտաբային ամենաերկար ներկայացումը տևում է ժամ 30, ժամ 40։ բավականին Առանց ընդմիջման։ շատ լավ։ Առանց ընդմիջման անգամ։ Դասախոսություն, կրթվելու հնարավորություն հետաքրքիր կլինի շատ հարգելի ընկերներ, անպայման հաշվի առեք եւ ներկա գտնվեք։ Եթե ոչ ամսի 30-ին եւ 31-ին, որքան հասկացա, արդեն տոմսերը սպառման տանկի տակ են, այսպես ճակերտների մեջ հետագայում արդեն վստահ եմ, որ անպայման շարունակական կլինի։ Ինձ հետաքրքիր է երաժշտական մաս կա թե չէ եւ ինչպիսի լուծումներ եք տվել։ Էլի հայ կոմպոզիտորներ թե Հիմնականում հայ կոմպոզիտորներն են, ներկայացման լեյտմոտիվը հայ կոմպոզիտորական աշխատանք է։ Ես նաև մի քիչ բծախնդիր եմ այդ հարցով, եթե հայի գործ եմ բեմադրում, ես մերժում եմ բոլոր արտասահմանյան լավագույն երաժշտությունները, ես աշխատում եմ ներմուծել հայկական հային հայ կոպը։ Մենք չգիտենք Էդգար Միրզոյանով է, մենք չգիտենք Հարությունյանով է եւ Ալեքսանդր Աջեմյանն ով է կոմպոզիտորներ մենք մոռացել ենք, մենք չի իջում, եթե ռադիոներում չեն, ընդհանրապես կյանքում չեն իջում։ Մեզ համար մի տեսակ խորհուրդ է դարձել եւ ոչ նորաձև լսել այդ անուններ եւ այդ անունների երկնած ստեղծագործությունները ու դա շատ վատ է եւ լավ է որ այս մոտեցումը դեռ ունենք, դեռ պահպանում ենք որոշ մարդիկ կան որ դա իրոք շատ այսպես սրտանց պահպանում են դա եւ դա կարեւոր է Լեյտմոտիվը փոքրիկ տղան մի վար տեսավ դաշտի մեջ էլի Ռոմանուս Մելեքյանի գեղեցիկ ռոմանսն է Հրաշք Ձեր ուղերձը, ձեր խոսքը, ձեր հանդիսատեսին ու արտիստներին ես կուզենայի երկուսիդ խոսքն լսել։ Համեցեք պարոն Համեցեք թատրոն, սիրեք թատրոնը։ Թատրոնը նաև օգնում է մեզ ապրել։ Այդքան բան։ Շնորհակալ եմ շատ։ Դավիթ։ Ես ուղղակի կասեմ, սիրելի հանդիսատես, մենք ձեզ սպասում ենք։ Մենք ձեզ մեծ սիրով սպասում ենք։ Ես վստահ եմ, որ հանդիսատեսներ հիմա այնտեղից ասում են մենք էլ ձեզ ենք մեծ սիրով սպասում եւ ձեր գաղափարներին, որոնք փառք Աստծո միշտ կան եւ աշխատում եք կյանքի կոչել հոգուտ մեր ժողովրդի
այն մարդկանց, որոնք չգիտեմ, ինչ-ինչ պայմաններով գուցե արմատներից են հեռացել, իսկ այսօր մեզ համար օդուջրի պես կարևոր է ավելի մոտ լինել արմատներին, թեկուզ եւ ներկայացումների, գրականության, երաժշտության միջոցով եւ թող որ մշտապես այդ ներշնչանք, այդ գաղափարը լինի, վստահ եմ որ կլինի, եթե դա ունի պարոն Հովհաննիսյանը, կունենան նաև այն անձինք, ովքեր աշխատում են նրա հետ, համագործակցում են նրա հետ։ Մի խոսքով շնորհակալ ենք ձեզ, որ այսպիսին եք։ Ուղղակի շնորհակալ ենք, որ այսպիսին եք, այսպիսին մնացեք։ Շնորհակալություն։ Ես մեկ հարց էլ ունեի, ես գիտեմ որ ձեր որոշ ներկայացումներ փառատոներին են մասնակցել։ Այս ներկայացումը փառատոնային է թե ոչ։ Ինձ թվում է որ փառատոնային է։ Փառատոնային է, պարզապես հարմար փառատոն պետք է դրենք։ Ահա։ Սա էլ արդեն Իսկ նաև դիտարկում եք այդ հարցը։ Որ փառատոնը ինչպես ներկայանալ։ Հա, իհարկե։ Շատ լավ։ Եվս մեկ անգամ հիշեցնենք օրը, ժամը։ Ուրեմն մայիսի 30-ին եւ 31-ին ժամը 19:00-ին համեցեք Գյումրու մտորումների թատրոն դիտելու Ալեքսանդր Շիրվանզադեի պատվի համար ստեղծագործությունը։ Դրաման։ Պրեմիերա։ Սիրելիներս, անպայման համեցեք մտորումների թատրոն մեր քաղաքի ամենագողտրիկ, ամենահրաշք անկյուններից մեկը, որ ձեզ միշտ սիրով սպասում են եւ որ միշտ մատուցում են բարձր արվեստ, որ մշտապես հոգում լինի հարստություն եւ հոգում չլինի պայքար զուտ աթոռների եւ չգիտեմ ինչերի համար, այլ մշտապես պատիվը բարձր լինի, որովհետեւ դրանից վեր կարծես թե ոչինչ չկա։ Շնորհակալ ենք ձեզ, շնորհակալություն մեր ունկնդիրներին, նաեւ սիրելիներս նշեմ, որ մեր այս հաճելի հարցազրույցի տեսագրությունը դուք շատ շուտով կգտնեք ռադիո Շանթի, Շանթ Գյումրի, ինչպես նաև YouTube-յան, Շանթի YouTube-յան էջերում, ալիքներում, այնպես որ որոնեք եւ անպայման կգտնեք շատ շուտով։ Իսկ մենք ձեզ շնորհակալ ենք ներկայության համար հարգելի հյուրեր։ Մենք եք շնորհակալ։ Մենք ենք շնորհակալ հրավերի համար։ Ամեն բարին ենք մաղթում ձեզ։ Շանթ ռադիոկայան, մեզ ոչ միայն լսում են, այլ նաև սիրում են։